Հստակեցում վենդետայի հետ կապված պնդում եք, որ վենդետա չի եղել, ինչ հստակ փաստով եք պնդում, որովհետև վենդետա է եղել եւ ոչ թե քաղաքական ինչ-որ համատեքստ է ունեցել, որովհետև մամուլում էլ այս պահին շրջանառվում են տեղեկություններ, որ օրինակ մեջբերում են կասկադյալների կլանը պարզվում է սերտ կապերի մեջ է եղել թե իշխանության, թե քրեական հեղինակությունների հետ։ Իդեպ լուսանկարներ են հրապարակում, որտեղ կասկադյալի հորաքրոջ որդին Մհեր Ախտոյանը, Հայկ Սարգսյանի եւ հայտնի քրեական հեղինակության հետ է ստաղում ցույց տալիս լուսանկար։ Քննարկվել են, տեսել եմ հրապարակումները, տեսել եմ, քննարկվել են գրեթե առաջ քաշված բոլոր վարկածները եւ բացառելով ենք բնականաբար հասել այս պնդմանը։ Կցանկանայի նաեւ նշել, որ բաժնում ստեղծված օպերատիվ խումբը, որը գլխավորում էր, ինչպես նշեցի, ներքին գործերի նախարարը 24 ժամյա կապի մեջ է եղել համայնքապետի ընտանիքի հետ եւ ցանկացած առաջ քաշված վարկած հնարավոր որևէ մի տեղեկատվություն շատ արագ ճշտվել է եւ պարզաբանվել։ Անսակցիան տեղեկություն կա նաեւ որ Աննա ջան, էլի ես էի նախքան դարձած գործընկերոջից հարցը շարունակեմ, ասում են, տեսեք, դուք հայտնաբերել եք նախորդ տարվա համեմատ ավելի շատ ապօրինի զենք զինամթերք, քան այս տարի, չէ՞։ Օրինակ, դեռ պարզ չի զենքը ապօրինի է, որով սպանվել է Վալոդիա Գրիգորյանը եւ ոստիկանության ձեր գործընկերը, հնարավոր չէր արդյոք, որ անընդհատ ուշադրության կենտրոնում եք պահել Բերձավան համայնքը փետրվարյան կրակոցներից հետո, նաեւ ուշադրություն դարձնել, թե որտեղից են զենք հայտնաբերել եւ հանցագործություն կատարել, օրինակ այս դեպքում։ Այս դեպքում բնականաբար օպերատիվ տվյալներ չեն ստացվել եւ եւս մեկ անգամ կրկնեմ, եթե պարզվի, որ օբյեկտիվորեն ծառայողները հնարավորություն են ունեցել կանխել, սակայն չի կանխվել, վստահեցնում եմ կրկին եւս մեկ անգամ, որ կրելու են պատասխանատվություն։ Պարոն Սարգսյան, կասկածի տեղիք է տեղեկություն կա, որ Մհեր Ախտոյանը երկրում չէ, քանալ կենթադրյալ համարտասպանի, կարելի ասել ազգական տեղեկություն ունեք նրա գտնվելու վայրի վերաբերյալ կամ Ախտոյանը ստուն գնացել է ոստիկանությունը։ Տեղեկություններ ունենք, սակայն չեմ ցանկանա այս պահին։ Իսկ որ երկրում չէ կհաստատեք։ Չեմ ցանկանա այդ հարցին պատասխանել, կներեք եւս մեկ անգամ ասեմ բացահայտման աշխատանքներին։ Թույլ տվեք չեմ Պարոն նախարարի հրաժարականի մասին հարցին պատասխան ասաց Սաղարշապատի բաժնումը աշխատանքներն է դրում։ Փետրվարից մինչև հիմա Բաղարշապատի բաժնում այդ աշխատանքներն է հետևում։ Նկատի ունեմ այդ ժամանակվա այդ փետրվարին եղել է սպանություն։ Այդ ընթացքում ինչ աշխատանք է արել հենց ներքին գործերի նախարարը։ Ներքին գործերի նախարարը չեմ ցանկանում գործընկերները կարծում եմ այդ նույն հարցի պատասխանը լսել են, բայց եւս մեկ անգամ կրկնեմ։ Մասնակցել է բոլոր մարզերի ամփոփումների ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունների, այդ թվում նաև Արմավիրի մարզի։ Մանրակրկիտ քննարկվել է բոլոր տարածքներում, Վաղարշապատի, Արմավիրի, Մեծամորի բոլոր տարածքներում արկա իրավիճակը, վեր է հանել խնդիրները, եւս մեկ անգամ նշեմ, դա հրապարակային կա մեր պաշտոնական կայքում։ Արմավիրի մարզային ստորաբաժանումների ամփոփման ժամանակ նախարարը վեր է հանել խնդիր կոնֆլիկտային անձանց միջև արկա հարաբերությունների հետ կապված ակտիվացնել աշխատանքները, խնդիրը վերհանել եւ հանձնարարել է ակտիվացնել։ Ինչից հետո կրկին ասեմ, որ ազատումներ են եղել մարզի ոստիկանության հենասյունային բոլոր ուղղությունների ղեկավարները ազատվել են պաշտոններից։ Պարոն Սարգսյան, ներողություն։ Հարցը ես պատահական չհնչեցրի, թե արդյոք սեպտեմբերի 23-ից առաջ ոստիկանությունը հերթապահություն իրականացրել է, թե ոչ, կասկածելի է, թե ոստիկանությունը շարունակել է իրականացնել հերթապահություն։ Դեպքի օրը սեպտեմբերի 23-ին, 23:52-ին ներքին գործերի նախարարություն ոստիկանություն ահազանգ է ստացվել։ Ծառայություն իրականացնող ոստիկանները, մասնավորապես Վալոդիա Գրիգորյանի առանձնատան մոտ, Մհեր Ախտոյանի եւ հայրական տան մոտ ծառայություն են իրականացել։ Կրակոցից ձայներ է լսվել, 18 պարկուճ է հայտնաբերվել։ Կներեք, էլի դուք սկզբից կարծում եմ իմ ասածը ճիշտ չեք ընկալել, դրա համար արդեն հարցը սխալ է ձևակերպվում։ Ես չնշեցի, որ մինչև օրս հենակետեր են եղել։ Հենակետեր եղել են այս տարվա ընթացքում ամիսներով, բայց վերջին շրջանում հստակ օրը այս պահին չեմ կարող նշել, բայց ամիսներով եղել են նաև հենակետեր, բայց կներեք, կանխարգելիչ գործողությունները միայն հենակետեր տեղադրելը չեն։ Ես նշեցի, որ տասնյակ անգամներից ավելի
ինֆորմացիաներ ենք ունեցել, որ ինչ որ հատվածում պետք է հավաքվեն, միջանձնային հարցերի շուրջ պետք է ինչ-որ պարզաբանումներ անեն, տեղում գնացել ենք, եղել է դեպքեր, որ հենց տեղում են հայտնաբերվել եւ ներկայացվել բաժին, եղել է նաեւ, որ կանխվել է անգամ չեն հասել իրենց նախապես որոշած դեպքի օրը թույլ տվեք այդ հարցին չպատասխանեմ։ Դեպքի օրը գյուղում պահակակետ եղել է։ Ոստիկանական անշարժ պահակակետ չի եղել։ Եղել են շրջիկ ծառայություններ, եղել են ոստիկանական բոլոր ծառայություններ։ Ինչպես զարմանալի, որ ավտոյանները հայտ մարդիկ իրենց անուն կապում են քրեական, կրիմինալի հետ, քրեական հեղինակությունների հետ հարաբերություններ ունենալու հետ։ Տեսնում եք իրավապանները մտնում են, չգիտեմ, ընկերություններ, օրինակ տաշիր գրուպ եւ այլն խոզարկություններ են անում, բայց մեկ օր չեք մտել ավտոյանների հետ, օղքաների բնակարան, զենք փտրեք, ինչ որ չգիտեմ, ապօրինի ինչ որ բան, այդպեսի մի բան։ Ձեր նշած անձանց հետ կապված կարող եմ ասել, որ մի քանի անգամ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով բերվել են ոստիկանության վարշապատի բաժին։ Գտնվել են այդ զենքերը, թե ուղղակի կասկած։ Իմ տեղեկություններով չի հայտնաբերվել։ Պարոն Սարգսյան, կասկածյալի ձերբակալումից հետո շարունակում են օրինակ հարցակնություններ, մարդիկ ինչ որ Այո, ակտիվ շարունակում են բացահայտման աշխատանքները դեպքի բոլոր հանգամանքները բարձելու ուղղությամբ։ Պաշտոնյաներ կան նրանց թվում, օրինակ падգամավորներ, նախարարներ կան հարցակնողների շարքում, որոնք հնարավոր է կապ ունեցած լինեն անձնական կամ ես մեջ են եղել։ Թույլ տվեք նախաքննության շահերից ելնելով չեմ մանրամասնել։ Պարոն Սարգսյան, եթե իհարկե նախաքննության շահերին չի վնասում եւ կարող եք այդ տեղեկատվությունը հրապարակել, քանի որ կասկածյալ կա ձերբակալված արդեն, պարզ է, հայտնի է, թե կրակելուց հետո տվյալ անձը որ ուղղությամբ է գնացել, ուր է գնացել, ինչ է արել։ Շատ հանգամանքներ կան պարզված, որ կրկին կարող եմ ասել, բացահայտման աշխատանքները չխոչընդոտելու համար չեմ կարող ուղղակի հայտնել։ Պարոն որ հարևանի բակով է անցել Չէ, չեմ այդ հարցին պատասխանեցի արդեն։ Խոզարկությունը լրագրողը լուսաբանում էր, ինչպես նաև հարցեր էր ուղղել արդեն ձերբակալված անձին, շատ եղան այսպիսի քննադատություններ, որ ոստիկանության համակարգը ներքին գործերի նախարարությունը փնթի է աշխատում եւ լրագրողը կարող է մոտենալ եւ ձերբակալված մեքենա նստեցված անձին նկարել եւ հարցեր տալ։ Ձեր պնդումը բացարձակ պնդում նաև նշեցիք բացարձակ հիմնազուրկ է, որովհետև ոստիկանությունը պատշաճ պահպանել է թե դեպքի վայրը, թե խոզարկության ուրեմն վայրը, դուք պետք է իմանաք, որ թե դեպքի վայրը, թե խոզարկության վայրը իրականացնում է քննիչը եւ ձեր հարցի հասցեատերը ես չեմ ուղղակի։ Պարոն Սարգսյան, այս ամենը ամփոփելով չի ստացվում, որ ոստիկանությունը փետրվարից այս կողմ այդ միջոցառումները կիրառելով այնուամենայնիվ պարտվել է եւ ձախողվել, որովհետեւ ի վերջո այդ վենդետան տեղի է ունեցել։ Ես, ինչպես իմ խոսքում բազմիցս նշեցի, վեր են հանվում խնդիրներ եւ խնդիրների դեպքում տրվում են լուծումներ։ Եվս մեկ անգամ նշեմ, մարզում միջանձնային կոնկրետ հարաբերությունների հետ կապված խնդիր բարձրաձայնվել է ներքին գործերի նախարարի կողմից եւ դրան հետեւել են պաշտոնանկություններ, նոր նշանակումներ։ Իմ նշած անձինք Վաղաշապատի համայնքային ոստիկանության Վաղաշապատի բաժնի պետը Պարեկային ծառայության գումարտակի հերոմատարը բառացիորեն օրերը որ նշանակվել են։ Եվ չի ստացվում, որ ոստիկանությունում հնարավոր է լինեն այնպիսի աշխատողներ, որոնք պարզապես միջին օղակը ոչ թե բարձր, այդ օպերատիվ տվյալներ հավաքողները եւ այլն չկատարեն իրենց աշխատանքը կամ սերտաճած լինեն մյուս կողմի հետ, որն էլ բերի նման իրավիճակի։ Նաիրա ջան, եթե նման մի անգամ փոքր տեղեկություն դուք ունեք, մենք խնդրենք մեզ փոխանցեք, եթե լինեն, վստահեցնում եմ ձեզ, նման ծառայողը շատ արագ ենթարկվելու է պատասխանատվության։ Ես եթե կրկնվող հարցեր են ավարտենք, էլի։ Շնորհակալություն։